Բարև ձեզ, հարգելի գործընկերներ, սիրելի մեզ հետևող ժողովուրդ։ Ես իմ ելույթը երկու մասի կբաժանեմ, սկզբից մի փոքր պոզիտիվ կտամ դալիճին, հետո առարկայական պարոն Ֆարմայան կանդրադառնամ խնդրին։ Երեք խոսվեց համակարգային կոռուպցիայից, ժողովուրդ ջան, եկել եմ մի քիչ ծանոթացնեմ ձեզ։ Այս ընկերը ժողովուրդ ջան, Գագիկ Խաչատյանի ժամանակ ՊԵԿ-ի վերահսկողության վարչության պետն է, համատեղությամբ ՔՊ ցուցակի 121-րդ համարը, ժողովուրդ ջան, Գևորգ 122, ներողություն, պարոն Հարությունյան, հաջորդը ժողովուրդ ջան, այս վայ կներեք, Սրբազանի հետի նկարն է, ժողովուրդ ջան, Գևորգ Սաղոյանը Սրբազանի հետ, բայց չէ, ժողովուրդ շարունակեմ, Պարոն Կարապետյան, հիշում եք այն հոմպլեքսը, պարոն Ղազյան, որ լույսերը գնում գալի, սու այն խայտառակ պատմությունը։ Պարզվում է, այս Գևորգ Սաղոյան նկարներից հասկանում ես, որ այս հոմպլեքսի տիրոջ ընկերն է, այս մեջտեղինը գերմանացի է, ժողովուրդ, ուրիշ բան չմտածեք։ Հիմի բարձր ցույց կտամ, ժողովուրդ ջան։ Հաջորդը, ժողովուրդ, պարզվում է, Գևորգ Սաղոյան համատեղությամբ Ռոմանոս Պետրոսյանի ընկերն է։ Փաթաթված իրար հետ։ Այս մարդը գերմանացի չի։ Դումանյանն է, իր տղան է մեծ տեղ աշխատում էր, պարկեշտ անձնավորություն, աշխատակազմի ղեկավարներ, բայց շարունակեմ, ժողովուրդ ջան։ Հաջորդը, ժողովուրդ ջան։ Բայ, չես նկարն է պետք է ցույց չտայ։ Պարոն Ռուբինյան, երեք Շիրակին Թորոսյան նախին հանրապետականից ման էիք գալիս, ոնց որ ձեր մայքեքով հանգրվարնելա ձեր շարքը։ Բայց եկեք շարունակեմ, ժողովուրդ։ Ես ուսումնասիրել եմ, հասկանամ Սաղոյան Գևորգը ինչ ունի, պարզվում է, ժողովուրդ ջան, մի քյասիբ անձնավորություն, անցյալ տարի 230 միլիոն ըստ հայտարարագրի Basic Investment և Development ընկերությունից է ստացել, 60 միլիոն, չգիտեմ որտեղից, 7.5 միլիոն է ավանդի փողն է ստացել, 37,200 դոլար ունի, 44,700 եվրո ունի, ու ապրում է մի հատ պստիկ, խղճուկ 510 քառակուսյանոց տան մեջ։ Դուք հաշտ եք ես մտքի հետ, ժողովուրդ ջան, ամեն ինչ շատ նորմալ է, շատ լավ է։ Ու սա ունի 500,000 դրամանոց աշխատավարձ ստացող ներկայումս կարկառուն ՔՊ-ական մարդ։ Ստեր նկաներ էլի ունեմ, էլի եմ խոսալու, հերթով գամ, էլի ժողովուրդ։ Եկեք շարունակենք, ժողովուրդ։ Այս ընկերությունն ու այս անձնավորությունը դեռ ավագանի էի, ինձ հետաքրքիր էր էլի այս շին թույլտվություններն էլիտար շենքերի, որ սենց ստանում են ու շենքեր են կառուցում, ով է այս մարդը էլի, ինձ ասում են գործ չունես, ՔՊ-ական է, դու մի ասած ձեր պատկերացրամբ այդ ՊԵԿ-ի կոռուպցիոն բուրգի ուղիղ սենց հենասյունն է եղել, եթե դուք ասում եք, որ կոռուպացված է թալանչի է, բայց թալանչու հետ խեք եք գրգված նկարվում, ժողովուրդ, այսինքն ով ընդունել է ձեր կրոնը, իր հետ հաշտեք, կամ թե ով դրել է այս գլխակը ու ավտոբուսի կողքը նկարվել է, այդ մարդու հետ դուք պրոբլեմ չունեք, ժողովուրդ ջան։ Բայց մի հատ ավելի սենց հետաքրքիր պատմություն պատմեմ, ժողովուրդ, այս հեքիաթային մոտիվներով պատմեմ, լինում են երկու ընկերներ, Գևորգ Սաղոյան և Արմենը Սաքապետոյան, նախկին ՊԵԿ-ի բարձրաստիճան չինովնիկներ, ժողովուրդ։ Իրար հետ համատեղ հիմնում են ընկերություն, Basic Investment-ը, որի 50%-ը լինում է այս Գևորգինը Սաղոյանը, 33-ը Արմենինը Սաքապետոյան։ Այս Արմենը չի հասկանում, որ գուտի գլխակ դնի, ժողովուրդ ջան, ու սխալվում ասում է, որ բանկային գաղտնիք չկա։ Ու գիտեք ինչ է հետևում։ Ապօրինի գույք, դու թալանչի ես, դու ստոր ես, դու նենգ ես։ Հետո ժողովուրդ, բա սկզբունքը ուր կորավ ձեր։ Երկուսը նույն ռանգի, երկու քաղաքացիները նույն ռանգի պետական չինովնիկներ են եղել, ժողովուրդ։ Մեկը ձեր շարքերում է, դուք հաշտ եք իր հետ, մեկը սխալվել է, ճիշտ բանը ասել է ժողովուրդ պետության ռեյտինգի վնաս է, այսի մի արեք էսի, չի կարելի վերջապես, բայց դուք արի ուտես Սաքապետոյանի հետ խնդիր ունեք, ժողովուրդ ջան։ Մի հատ ուրիշ բան ասեմ, պարզվում է, այս մեր Սաղոյան Գևորգը կոկորդիլոսների հետ էլ խնդիր ունի։ Բա, նկաները նայում եմ, տենում եմ կոկորդիլոսներին, մորթե կոշիկնակ եմ անա գալիս։ Ալի գատրեց կոշիկները հաղթում ես մեր ընկերը, հասկանում եք, ժողովուրդ։ Դրա գինը մնացածը լնայեք, էլի, ժողովուրդ։
Այս մարդը ստեր խնդիր ունի, կոկորդիլոսների հետ խնդիր ունի։ Բայց շարունակեմ, նաև այդ կոռուպցիայի դեմ պայքարը որ շարունակում եմ, պարզվում է Գևորգ Սաղոյան կամ անշարժ գույքի ինֆլուենսերը, այն որ գովազդն անում լավն է, բան կամ չէ, ինքը էլի գույք ունի, թաքցնում է, որովհետև Facebook-ով ու միսով որ նայում ես, այս մարդը խիա ուրիշի գլխակ դրե գնաց է ռեկլամ անում։ Այս էլ ուրիշ ընկերություն է, որը երկար առիթ կունենամ անդրադառնալու ժողովուրդ։ Բայց հիմի շարունակեմ, էլի։ Ստեղ ժողովուրդ ջան, ստեղ ժողովուրդն ասեմ, էլի, խնդիրն ինչու՞մ է կայանում, սկզբունքի խնդիր է ժողովուրդ։ Այսինքն ես խոսում եմ, երբ որ քաղաքացին ունենում է այլախոհ, այլ կարծիք, դուք իրան հետապնդում եք ժողովուրդ։ Եթե կա սար, սարը բոլորինն է հավասար, ժողովուրդ։ Եթե կա խնդիր, այդ խնդիրը բոլորին է հավասար։ Իմիջիալոց պարոն Եղոյան, ինձ մոտիկացավ մի հատ քաղաքացի, ինձ թվում է, որ այդ նույն քաղաքացիները, որ 50-50 հարցով եկել էր ձեր մոտ, էլի, ինձ ասում է, բա խաբար եղել եք պարոն Մանուկյան, ասում է, ես էլ եմ շինարար, ասում է, մի հատ նախկին հանրապետականի թալանչի կար, չէ, պեկի թալանչի կար, հիմի ԿՊ-ական է, ասում հետո, ասում է, ես իմ շինարարական ընկերությունը սննկանում եմ իրանը ծաղկում է, ես սննկանում եմ իրանը ծաղկում է, արկայինը գալիս անձի նեղություն է տալիս, ինձ չի տալիս։ Բայց եթե անկեղծ լինեմ, պարոն Եղոյան, չկա տենց բան, էլի, կատակ է անում, այսինքն ես չեմ կարող քաղաքացու անունը տալ, ինչ ուզենամ կանգնեմ ասեմ։ Բայց այդ տրամաբանությամբ այս ընկերության գործերը իդեալական լավ էր, մյուսինը ոչ։ Հիմա վերադառնամ պարոն Ֆարմանյան առարկայական։ Ժողովուրդ, հանձնաժողովը, որը ձևավորվում է իր գործառույթներով շատ կարևոր է։ Ուտեղ անելիք ունի նաև մեր ֆրակցիան, որին ներկայացնում եմ ես, ժողովուրդ ջան, որովհետև մենք նախընտրական քարոզ արշավի մտածեմ, ուզում հասցնեմ բոլորը։ Եկեք անդրադառնամ պարոն Սիսակ Գաբրելյանին, հետո խնդրեմ ֆրակցիայի ելույթը հանձնաժողովի մասին կխոսեմ։ Պարոն Սիսակ Գաբրելյան, որ ասում եք պարտքը չեն տալիս, ինչ անում, մի հատ պետություն կասեք, օրինակ այն գաճաշ պետությունների շարքը չասեմ, որ կան, որ միջև այսօր ժողովուրդը ճկռում է տեղը։ Ձեզ ասեմ Արգենտինայի օրինակը։ Ձեզ ասեմ Հունաստանի օրինակը։ Գիտեք Արգենտինայում ինչ եղավ ժողովուրդ։ Միջև այսօր խեջ ժողովուրդը ճկռում է, կառավարությունը փոխվում է։ Ոչ մի չինովնիկ դրա համար պատասխան չի տվել ժողովուրդ, հասկանում եք։ Երբ որ դու սկսում ես քո պարտքերը ռիսկային դառնալ, այդտեղ սկսում է ուրիշ խնդիր։ Այդտեղ սկսում է քեզ էլ պարտք չեն տալիս։ Հաջորդիվ պարտքը ավելի բարձր տոկոսադրույքով են վճարում, որը վճարում է քաղաքացին, չի վճարում չինովնիկը։ Հաջորդիվ այն կա haircut, դնում կտրում են, ասում են չեմ տալիս այդ պարտքերը։ Գիտես այդ տերմինն ինչ է։ Այդ այն տերմինն է, որ դու չես կարող դրսից վերցած փողը մի հատ նախարար ունեիք, ասում է արտաքին պարտքն ուրիշ է, ներքին ուրիշ է։ Ճիշտ է։ Արտաքին պարտքը չես կարող չտաս, բայց ներքին պարտքը, որ քո քաղաքացին խնայողություններ ունի բանկում, վերցնելու ես ու չտաս, կամ դու պարտավորություններ չտաս, սկսելու է բանկը փող չտալ, մյուս խնդիրներն առաջանալ, երկրի տնտեսությունը կոլապսի է վերածվելու, հասկանում եք։ Միջազգային ներդրողներն իրաց կապիտալն են հանելու այդ երկրից, հասկանում եք ինչ խնդիրներ է առաջանում։ Չի կարելի ժողովուրդ այդպես բաներ որ ասում եք, իմացեք ճիշտ է, իմ ու ձեր տնտեսագիտությունը լրիվ տարբեր է ժողովուրդ։ Իմ պատկերացած տնտեսագիտությունն ուրիշ է, ձերն ուրիշ է։ Ես դրա համար հաշտ եմ դրա հետ կապված, որ խոսում եք, չեմ ասում ինչ եք խոսում, խոսացեք, լավ եք անում։ Հաջորդը գամ ժողովուրդ, առևտրաշրջանառությանը գամ, էլի, գույք պարտքի դիմաց, ճիշտ եք ասում։ Ուզում եք ասեմ ինչ է լինում։ Էդեք է առանձին։ Պարոն Ղալումյան, ձեզ հրավիրեմ իրար հետ քննարկենք, էդի, բայց ուղիղ եթերով։ Մենակ ուղիղ եթերով եմ շփվելու, առանձին չեմ շփվում։ Հիմա շարունակեմ։ Ռուսաստանի հետ առևտրաշրջանառությանն եմ ուզում անդրադառնալ ժողովուրդ ու պատերազմին ու ոնց է արտացոլվում համախառն ներքին արդյունքի վրա մեր։ Պարոն Գաբրելյան, քանի որ տնտեսագիտությունը ձեզ հետաքրքիր էր, ասեմ, 18, 19, 20, 21 թվականների ամենաբարձր առևտրաշրջանառությունն եղել է 21 թվականին 2.63 միլիարդ դոլար։ 18-ին 2, 2.16, բայց գիտեք օրինակ 24-ին ինչքան է եղել։ 12.4 միլիարդ։ Գիտեք 23-ին ինչքան է եղել, 7.3, 25-ին 7.6, 22-ին 5.1, չեք զգում, որ պատերազմի արդյունքն է։ Ճիշտ է, ես չեմ ուզենա պատերազմ լինի, մարդիկ զոհվեն, երկու եղբայրական ազգ իրար հետ կռիվ են անում, ցավա զոհերը, բայց դրա արդյունքում տնտեսապես մեր երկիրը շահել է, շատ է շահել։ Երբ որ գնահատում եք, որ ռիսկային չի, ես այդ թեմային առանձին կգամ, թե համախառն ներքին արդյունքի ու պարտքի համադրությունը մեր երկրի տնտեսության մեջ, եթե դու փորձես գնահատականը տալ, այդքան էլ արդար չի այդ մոտեցումը։ Ուրեմն դու իրականության հետ չես առերեսվում։ Դու չես գիտակցում, որ վաղ համախառն ներքին արդյունքը կարող է աստղաբաշխական ձևով անկում ունենալ, եւ դե դու մեղք չունես։ Ուղղակի մեղք չունես։ Այսինքն եթե պատերազմն ավարտվում է,
դու տեղ ոչինչ չունես անելու։ Հաջորդի ֆրակցիայի ելույթը կխնդրեմ, եթե կամ կարող եք թույլ տաք արդեն Հիմա եթե ուզում եք կարող եք խմբակցության անունից Այո, շարունակել, ավելացրեք 10 րոպե։ Հա, շարունակեմ, եւ այս պարագայում ժողովուրդ կա շատ արտաքին տնտեսական գործոններ, որոնք որ կախված չեն ոչ մեր վարած քաղաքականությունից, ոչ նրանից, թե մեր ղեկավարը ինչպես է հարաբերվում ուրիշի հետ, ոչ մյուսից։ Մի օրինակ մենակ ձեզ բերեմ, Սևծովյան ճգնաժամը, արդեն պորտերը չեն աշխատում, հացամթերքի, նաև դիզվառելիքի մյուսի խնդիրն առաջանում է, որ այդ պորտերով գա։ Այսինքն դու նոր լոգիստիկա, նոր ճանապարհ, մյուս, որն ազդել է ինքնարժեքի վրա, մյուս գործոնների վրա։ Եվ այս պարագայում այդ գնահատականի վերաբերյալ ձեր ամենափայլուն տնտեսագետի հետ պատրաստ եմ ուղիղ եթեր առողջ նստենք, քննարկենք, հասկանանք խնդիրն ինչ է, ես բաց եմ քննարկման առումով։ Հիմա գամ ժողովուրդ ջան, պարոն Ֆարմյան, կներեք, ես չկարողացա ուժեղ Հայաստանի ժողովրդի պես տենց խելոք պարկեշտ լինեի, մի քիչ կատակ արեցի, պոզիտիվ բերեցի, իրենց անվանումով անվանեցի, փաստագրեցի, որ ՔՊ-ի ցուցակի 123-րդ համարը միլիոնատեր էին գտնում, ոնց որ գտել ենք մի օքու թվացial, եղել է նախին պեկի վերահսկողության, այսինքն վերահսկողություն, ամեն ինչից պետք է խաբարներ այդ մարդը, ամեն ինչից։ Իրենց անվանումով կոչեք, էլի, այդքան համեստ մի եղեք, էլի, բայց գամ հանձնաժողովի կարևորությանը, ժողովուրդ, իրականում իմ համար ամենակարևոր հանձնաժողովներից մեկն է, որը իր գործունեությունն իրականացնում է բյուջետային օրենսդրության, պետական բյուջեի, հարկեր տուրքերի, բանկային համակարգի, վարկերի այդ շրջանակում, ժողովուրդ։ Տեսեք, մեր ֆրակցիան դեռ նախընտրական քարոզարշավի ժամանակ իմ գործընկերները մեր դաշինքը խոսք ենք տվել, որ Երևան քաղաքում անթույլատրելի ձևով գույքահարկը շատ բարձրացել է, եւ մենք առաջարկել ենք, որ 26 թվականին պետք է չեղարկենք։ Ստեղ մենք քննարկումը նույնպես ունեցել ենք, որ ոչ թե պիտի լինի ամբողջական չեղարկում, այլ պիտի տարանջատվի թացը չորից, այսինքն շքեղության հարկ ով մարդը, որը վճարունակ է, ինքը պարտավոր է շարունակել թանկ վճարել։ Այն քաղաքացին, որը ի վիճակի չի, այս մարդու համար մենք պիտի ստեղծենք օրենսդրական այնպիսի պայման, որ այդ մարդը չվճարի։ Այդ օրենսդրական նախաձեռնությունը ներկայացվելու է մեր ֆրակցիայի կողմից ու շատ արագ։ Առաջինը քննարկենք ժողովրդի հետ, քննարկենք մասնագետների հետ, որ ամբողջական լինի, որովհետև առաջացքից թվում էր, որ բիզնեսին էլ է ինքը շատ վնաս տալիս, որտեղ շատ հասարակական նշանակության օբյեկտների գույքարկը բարձրացել է, դա վարձավճարն թանկացման մյուս, բայց որպեսզի ամբողջական լինի, այդ կներկայացնենք մենք։ Հաջորդը որ կա ժողովուրդ ջան, խայտառակ կարմիր գծերի օրենքը, որ բերեցիք, դարձեցիք տեղական վճար։ Մի քանի տարի Երևանի քաղաքային իշխանությունը, փոքրամասնությունների կոալիցիան, ժողովուրդ ջան, փոքրամասնությունների իշխանությունը մտավ քաղաքացու գրպանը, բառի ուղիղ իմաստով։ Երբ որ Սուրեն Գրիգորյանին, ձեր իրավաբանության կորիֆեին, ասում է, որ սխալ է, կանչել եմ քննարկման առանձին, ասել եմ չի կարելի, օրենքով սենց ա, եկեք սենց արեք, էս արեք, բեռնաթափում չի լինի, չէին լսում։ Դատարանում ավարտում են, էլի նույն համառությամբ, նույն պնդաճակատությամբ ասում էին, որ լավ են կարել, այդտեղ ուրիշ է, դատարան էս արեն, փաստացի ուժի մեջ մտած վճիռ կա, որ դա եղել է ապօրինի։ Ու դրա արդյունքում նախորդ խորհրդարանը իդեմ է շատ падգամավորների ժողովուրդ ջան, դուք հաստատեցիք, փոխեցիք, որպեսզի այդ անօրինականությունը դառնա օրինական։ Մենք քաղաքացու իրավունքները պիտի վերականգնվենք, ոտնահարված իրավունքները պիտի վերականգնվի, ժողովուրդ ջան։ Հաջորդը որ կա, այս վարկերի բարձր տոկոսադրույքը, որ մեր քաղաքացիները ներողություն արտահայտության համար ճռռում են այդ տոկոսների տակ։ Ժողովուրդ, ստեղ պիտի ճիշտ օրենսդրական մշակում լինի, որի արդյունքում նաև կենտրոնական բանկի գործառույթներով, գործիքակազմով կարողանանք այնպես անել ու դրա իրավական ճանապարհը կա, որ տոկոսադրույքը իջնի։ Ինչ է նշանակում առևտրային բանկերը մի հատ նայեք, բոլորի ինչ աստղաբաշխական մեջ շահույթ են հետապնդել, իսկ քաղաքացին շարունակում է ճռռալ բարձր տոկոսադրույքի տակ։ Դա նաև հակառակ իմաստով խոչընդոտում է, այսինքն ուղիղ իմաստով խոչընդոտում է բիզնեսի զարգացմանը։ Մարդ, որ ուզում է բիզնես սկսի, ասում է, արդյոք այդ բարձր տոկոսադրույքով ես մտնեմ դրա տակ, թե չմտնեմ դրա տակ, ժողովուրդ։ Կարելի է, թե չի կարելի այս ամբողջն իրար հետ անել։ Ու խիստ կարևոր է, որպեսզի հանձնաժողովը գործի արդյունավետ եւ ճկուն։ Պարոն Ֆարմյան, եթե դուք ընտրվեք, ես կուզենամ մեկ ուրիշ փոքրիկ պատմական դրվագի էլ անդրադառնալ։ Քիշեք, IT ոլորտի մասնագետների հոսք եղավ Հայաստանում, բայց
ճկուն չգտնվեց ոչ կառավարությունը, ոչ նախորդ հանձնաժողովը, տնտեսական հանձնաժողովն այդ ժամանակ եղել, որպեսզի այնպիսի օրենսդրական պայմաններ ստեղծեր, որ այդ մարդիկ մեր երկրի չթողնեն գնային հարևան Վրաստան։ Չէ՞ որ այդ IT ոլորտում աշխատող այդ մեծ քանակի մարդիկ, որ եկել են, իրանց աշխատավարձից առնվազն, եթե ստանում էին $3000, $1000 մինիմում մնում էր մեր տնտեսության մեջ։ Իսկ մնալով ու մեր տնտեսության մեջ ծախսվելով իր մուլտիպլիկատիվ էֆեկտը շատ լավ դուք հասկանում եք ինչքան դրական պետք է լինի։ Այսինքն տնտեսական իրավիճակները, որ փոխվում է ժողովուրդ, պիտի ճկուն լինի նաև օրենսդիրը, ճկուն պետք է լինի օրենսդրական դաշտը։ Դու շատ շուտ պիտի վերես փոփոխությունը կատարես, որ դու դրանից օգուտ քաղես։ Օգուտ քաղի քո պետությունը, ժողովուրդ։ Պետությունն օգուտ խաղելով, օգուտ խաղում է քո քաղաքացին։ Բայց այս պարագայում էլ տեսնում ենք, որ ժողովուրդ ջան, այդքան էլ ճկուն եւ արդյունավետ չի եղել։ Ես ուզում եմ անդրադառնալ նաև պարոն Ֆարման, եթե իհարկե դուք կընտրվեք, այս պարագայում պարտք վերցնելը, երբ որ գալիս ու հաստատվում է ազգային ժողովում, շատ ուշադիր լինենք, հասկանանք այդ պարտք վերցնելու նպատակային նշանակությունը։ Ինչպես է գնում ինքը պարտքի վճար է դառնում, թե կոնկրետ նպատակի է ծառայում եւ այդ նպատակի պատուղները մենք խաղում ենք։ 8 տարվա մեջ $8 միլիարդ պարտք մնացորդային, որ ինձ այն գործարաններ են բացում, անկեղծ ուզում եմ գնամ մանգամ այդ գործարանել, ավտոերել, հեռուստացույցերել, չգիտեմ ինչի գործարաններ։ Ժողովուրդ, պետք է լինի պետություն մասնավոր հատվածի ճկուն համագործակցություն, ժողովուրդ։ Ոլորտներ, որոնք որ խիստ կարևոր են, այնտեղ ասում են դրսից բերելն ավելի էժան է, քան Հայաստանից առնելը։ Ժողովուրդ, պետությունը պետք է այն ոլորտները մտնի, որը որ սոցիալական խնդիրալուծում, անվտանգային խնդիրալուծում, իր մասնակցությունն ունենա եւ այդ գումարը արդյունավետ ծախսի։ Այս պարագայում էլ պարոն Ֆարման, բեռը այդ հանձնաժողովի շատ մեծ է։ Պարտքը, որը որ վերցնում են ու վճարելու են մեր քաղաքացիները, պիտի հասկանան ինչի համար են իրանք վճարում։ Ոնց է արտացոլվում։ Դրանից հետո սկսում եք հարկերը բարձրացնել, որպեսզի կարողանաք պարտքը սպասարկել։ Մեր տնտեսությունն այսօր ժողովուրդ ռիսկային փուլում է գտնվում։ Ինչի համար, որովհետև շատ մեծ հնարավորություններ ստացել է ինքը, երբ որ ռուս-ուկրաինական պատերազմն է սկսվել, ժողովուրդ, շատ մեծ հնարավորություններ է ստացել տնտեսապես։ Ամբողջը կարողացել է օգտագործել, իհարկե ոչ։ Ինչի համար եղել են օրենսդրական խոչընդոտներ, պիտի հարթեին, այո, պիտի հարթեին։ Անողով պիտի լիներ կառավարությունը եւ օրենսդիրը։ Թերացել են, արդյունքն եմ տեսնում, որ այո, դա գնահատականն է, ժողովուրդ ջան։ Ու ամբողջականացնելով ես իհարկե ողջունում եմ ուժեղ Հայաստանի թեկնածության ընտրությունը, Ֆարմանյանին ճանաչել եմ դեռ համալսարանից համատեղ աշխատելու տարիներին, ինքը միշտ առանձնացել է իր համեստ կերպարով, դեռ դասախոսական տարիներից, ուսանողները բոլորն իրան հարգում, ընդունում, երբևիցե չեմ տեսել, որ բացակայեր այդ իր ծանրաբեռնվածության արդյունքում, այսինքն այն բեռը, այն պարտավորությունը, որ դրվել է իր վրա, պատվով ինքը կատարել է։ Հույսով եմ, որ այս անգամ էլ ձեզ հնարավորություն կընձեռվի նոր բեռ վերցնել եւ այդ բեռը պատվով տանել։ Շնորհակալ եմ, հույսով եմ իմ առաջի մասի դրականը պոզիտիվը ճիշտ ընկալեցիք, ժողովուրդ ջան, ու մի անգամ եւս մեկ անգամ ասեմ, եթե կա սար, սարը բոլորին պիտի հավասար լինի։ Եթե կա թալան, թալանը պիտի վերադարձվի միանշանակ, բայց դա չպիտի լինի ինչ որ քաղաքական օպոնենտի դեմ պայքար, չպիտի լինի իրավական առումով մարդուն առանց հասկանալու, պիտի լինի թե չէ, թեմայով էլ պատրաստ եմ ցանկացածի հետ քննարկման, ժողովուրդ։ Այսինքն ես բերեցի երկու հարթության մեջ գտնվող երկու հավասար կարգավիճակ ունեցող մարդուն։ Մի մարդը, որը եղել է պետ վերահսկողության վարչության պետը, 500,000 դրամ աշխատավարձ է ստացել, 500 քառակուսյանով տան մեջ ապրում է, միլիոններ ունի ու շենքեր է կառուցում, ժողովուրդ։ Իր հետ դուք խնդիր չունեք, որովհետև այդ մեր ընկերը ունի այս գլխակը, ժողովուրդ։ Այս գլխակն այս ավտոբուսն ունի այս մարդը։ Իսկ ժողովուրդ ջան, իր գործընկերը, նույն փայատերը, որ ունեցել է նույն կարգավիճակը, բայց այս գլխարկը չունի, ինքը հետապնդվում է ձեր կառավարության կողմից, հետապնդվում է ձեր կողմից, ինչի համար այլախոհության կողմից։ Ժողովուրդ ջան, ամեն ինչ եթե լինում է արդարության սկզբունքով, ոչ մեկ այդտեղ խնդիր չունի, ոչ մեկ։ Բայց երբ որ տեսնում ես, որ արդարադատությունը իրականացվում է ապօրինի ճանապարհով, դու այդտեղ խնդիր ես տեսնում։ Շնորհակալ եմ, ժողովուրդ ջան, լավ որ բոլորիս ու ցանկանում եմ, որ շուտ ավարտենք այս բոլորը։ Շնորհակալություն։